Երեխան գտնվում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա, այսպիսի հայտարարություն էր տարածել ռուս էքստրասենսը, և դա էլ տարածվել էր հայկական մամուլում, ինչպես բոլորդ արդեն իսկ իհարկե տեղյակ եք։ Գետից 1 կիլոմետր հեռավորություն դա արդեն գյուղի խորքային տներն է, որտեղ որ վերջին տները, որտեղ որ բնականաբար ոստիկանները եւս մտել են։ Գյուղում չկա տուն, որը կլինի կասկածի տակ, այսինքն մոտակա տները հաստատ մտել են ոստիկաններ եւ միայն տան ներսը չեն ստուգել ամբողջ տան բակը, տանիքը, եթե կա նկուղ նաեւ ստուգել են նկուղ, այսինքն բոլոր հնարավոր, ինչպես ասում են, ծակուցուկերը ստուգված են եւ այս առումով պետք է ասենք, որ գյուղը գտնվում է բավականին լարված վիճակում, որովհետեւ դե մի քիչ կլարվեն մարդիկ, որ իրանց տները մտնեն մեծ քանակությամբ ոստիկաններ եւ խոզարկություններ են իրականացնում անընդհատ եւ գյուղացիները ըստ էության մի քիչ լարված են իրանք այս բայդրությամբ եւ իրանց էլ է պետք, որ երեխան շուտ գտնվի, վերադառնան իրենց առօրյա կյանք, կարողանան հանգիստ ապրել։ Շատ ցավալի դեպք է իհարկե այս դեպքը, բնականաբար հայրը եւ նրա պապիկը որևէ մեկին չեն կասկածում, նաեւ ասել են, որ իրենք թշնամիներ չունեն եւ բնականաբար գյուղի արդաժողովուրդ ում պետքա թշնամի ունենան, փոքր գյուղ, այդ գյուղում միակ թշնամին բոլորի համար հաստատ գետն է, շատ վտանգավոր եւ դրա համար ոստիկանները եւ փրկարարները, քանի դեռ որևէ հստակ հետք չեն գտել երեխային գողանալու ուղղությամբ, իրանք երբ որ ասես լավ ինչ վարկած կա, վերջի վերջո 15 օր փնտրում եք գետում եւ չեք գտել երեխային այնտեղ, միգուցե ուրիշ ուղղությամբ այլևս սկսել եք մտածել, իրենք ասում են բոլոր ուղղությունները մենք ստուգել ենք, բայց շարունակում է վարկածը մնալ հենց գետը, որովհետեւ ամենահավանականը դա է, քանի որ տներ, մեքենաներ, մարդիկ, ամեն ինչ ստուգված է, 70-ից ավելի մարդ տարվել, հարցաքնվել է եւ նաեւ բնականաբար եթե ինչ-որ մի հետք լիներ, դժվար թե այսօրվա զարգացած տեխնոլոգիաների դարում ոստիկանությունը չկարողանար արագ պարզել ու բացահայտել, բայց էլ ենք ասում, քանի դեռ երեխային չեն հայտնաբերել գետում, երեխայի ողջ լինելը, երեխայի առևանգված լինելը չի բացառվում եւ բնականաբար ոչ էլ հաստատվում է, որ դա հենց այդպես է, մենք ուղղակի ասում ենք, որ չի բացառվում, եթե 80%-ով հավանականությունը տրվում է, որ երեխան ընկել է գետը, գոնե 20%-ն էլ պետքա հավանականություն տալ, որ երեխան չի ընկել գետը եւ նրան տարել են, վերջերս ակտիվացավ համացանցում, սկսեցին տարբեր տարիների հարցազրույցներ տեղադրել, որ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի երեխային փորձել առևանգել, նման տեղեկատվություններ են տարածում, մարդկանց լարվածության մեջ են գցում, բայց իհարկե ամեն դեպքում կյանքը կանխատեսելի չէ, պետքա ուշադիր լինեք ձեր երեխաների նկատմամբ, մանավանդ փոքր տարիքի երեխաների մասնախոսքը, փրկելու համար բնությունից, այսինքն գետերից, քարերից, ժայռերից եւ այլն, եւ նաեւ բնության վտանգավոր կենդանուց մարդուց։ Ինչպես ասում են, բնության ամենավտանգավոր կենդանին դա մարդն է։ Մարդը սպանում է մարդու, մարդը սպանում է աշխարհի բոլոր կենդանիներին եւ ավելի վտանգավոր արարած ուղղակի գոյություն չունի։ Դրա համար որևէ մեկը թող լիարժեք հանգիստ հույսը չդնի աշխարհի վրա, որ ինչ-որտեղ երեխան հանգիստ խաղա, ինքը գնա եւ զբաղվի իր գործերով, պետքա միշտ ուշադրությունը լինի ձեր երեխաների վրա, մանավանդ այն դեպքում, երբ որ նրանք գտնվում են սպառնալիքների մեջ։ Եվ այսպես ուշադրություն, անճարությունից դրդված հարազատները երեխայի դիմում են էքստրասենսների կամ հենց նրանք են գտնում երեխայի հարազատներին, ուղղություն են փորձում ցույց տալ, բայց ելի ենք ասում, որ սրանք մոտ մոգական ինչ-որ գործընթացներ են, որը միջև այժմ բնականաբար արդյունք չի բերել, այսինքն եթե արդյունք լիներ, պետքա երեխան գտնվեր, երեխան չի գտնվել, միջև այժմ բոլոր այդ գուշակությունները համարվում են ուղղակի խաբեություններ, այդ մարդկանց ասում եք գնացեք, այսինչ տեղը, այսինչ տեղում նայեք, այդ մարդիկ գնում են ձեր ասած ուղղությամբ, նայում են ձեր ասած տեղը եւ երեխան չի գտնվում։ Հետո հայտնվում է ուրիշ էքստրանսես, ուրիշ բան ասում է գնացեք գետի մոտ, գետը չհասած ինչ որ
փոս կա 5 մետրանոց, պետքա երեխան ընկած լինի այդ փոսը։ Գնում են նայում են, ոչ մի հետք երեխայից չի գտնվում։ Բոլոր նման գուշակություններ անողներին խորհուրդ եմ տալիս գնալ հենց գյուղում, ինքնուրույն փնտրել երեխային, ձեր իսկ կանխատեսած վայրում, որտեղ որ մտածում եք, որ երեխան կգտնվի, գնացեք ու փնտրեք։ Սրանով շատ դեպքերում նաև փրկարարների եւ ոստիկանների աշխատանքն է խաթարվում, որովհետեւ որտեղ որ նայել են էքստրասենսների հաղորդմամբ մի քանի անգամ են նայում եւ ժամանակի անիմաստ կորուստ է գրանցվում եւ օրը կարճ է, բնականաբար երեխային փնտրում են ցերեկով, որովհետեւ գիշերով գետում ոչ մեկ չի կարող ոչ մեկին նկատել, աշխատանքները տարվում են ցերեկով։ Եվ ժամանակ խլել փրկարարներից, ոստիկաններից ուղղակի անիմաստ է։ Մենք վստահ ենք, որ որտեղ հնարավոր էր երեխան հայտնվեր, այդ տարածքներում երեխային փնտրել են։ Սրա մասին փաստում են թե ծնողները, թե պապիկը երեխայի, բոլորը։ Եվ իհարկե չի կարելի կասկածի տակ դնել փրկարարների կամ առհասարակ բոլոր նրանց աշխատանքը, ովքեր որ ներգրավված են երեխային փնտրելու գործում, բոլորն էլ անում են ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Երեխայի ծնողները մեկնել էին Սուրբ Հովհաննես եկեղեցի Լորվա մարզում, որպեսզի իրենց երազանքը երեխային ողջ առողջ գտնելը ի կատարածվի։ Մենք հույս ունենք, որ Աստված նրանց ցանկությունը կկատարի։ Հույսը մնում է իհարկե շատ մեծ, քանի որ երեխայից որևէ կոշիկ շոր չի գտնվել գետում եւ երեխան էլ բնականաբար չի գտնվել գետում, կարելի է մտածել, որ ինչքան որ երեխան գետում է, այնքանով էլ հավասար է, որ երեխան գետում չէ, այսինքն առևանգված է։ Ծնողները հենց այդ հույս ունեն, որ երեխային գողացել են եւ երեխան կհայտնվի շուտով ողջ առողջ։ Աստված տա իհարկե այդպես լինի, բոլորիս ցանկությունն է դա, բայց ամեն դեպքում պետք է շարունակվի գետում որոնողափրկարարական աշխատանքները, ինչքան շատ լինի այդ աշխատանքները, ինչքան շատ երկար լինի, այնքան ավելի կհամոզվենք, որ երեխան իրականում գետում չէ, այլ երեխային առևանգել են եւ գետում հիմնականում խորտակվողները, մանավանդ փոքրաբարմին, այս դեպքում երեխա, եթե խորտակվել է առաջին մի քանի օրերի ընթացքում, գետը մարմինը իջեցնում է ջրի հատակ, հետո ալիքները վարար են լինում գետի եւ գետը կարող է ուղղակի ինչ-որ միտեղ պահել քարի վրա, ծառերի արմատների տակ եւ այլն եւ հետո երբ որ անցնում է մի քանի օր, 10-15 օր, մարմինը բարձրանում է ջրի երես եւ միգուցե եթե գետում է երեխան, մի քանի օր էլ սպասենք, այն կհայտնվի կամ չի հայտնվի։